Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 13-ն է, օրեցօր մոտենում են քվեարկության օրերը, օրը ավելի ճիշտ, եւ ամեն ինչ հնարավորինս սրվում է։ Մի մարդ է սպանում, դու մարդասպան ես, իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար։ Այո։ Ասեց ու արեց անգագործանը եւ այս ամեն ինչում իրան աջակցումը Ադրբեջանի եւ մեդիան եւ նախագահը, հա, եւ ամբողջ ապարատը բաց աջակցում են, կոչ են անում ընտրել Փաշինյան Նիկոլին, հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, սրանք իրենց հարազատներին են փնտրում Հայաստանում, այո, իրենք վստահ են, որ իրենք ունեն ընտրազանգված Հայաստանում եւ իրենց ընտրազանգվածին, այսենց կոչ են անում ընտրել 16 ամառին։ Ճիշտ ասած, ես չգիտեմ ինչքան մարդ կգտնեն իրենց հարազատ, իրենց կոչին ենթարկվող, բայց երևի իմաստ կլինի, էլի, նենց որ նայեք, հետևեք այդ կոչերին, ովքեր համաձայն են այս ամեն ինչին, մենք էլ հայերով կպաշտպանվենք այս ընթացքում։ Հա, մենք որոշել ենք պաշտպանվենք, մենք հաստատ ցենց չենք հանձնվելու, ինչը ասենք, ինչ որ թուրքեր դրսում եւ ներսում ուզում են Փաշինյան Նիկոլի վերարտադրվելը եւ կացնով հասցնեն գործին, հասցնեն այն ավարտին այն գործը, որ սկսել են դեռ 100 տարի առաջ կամ հարյուրավոր տարիներ առաջ, հա, եւ առեսօր շարունակվում է։ Ես հասկանում եմ, որ այդ գործը կիսատա մնացել, որ այդ գործը վերջացնել է պետք, բայց մենք մի քիչ հələ կդիմադրենք, հա, հայերով կդիմադրենք։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ եթե հիշում եք Լիտվայում տեղի գերադարանը հայտարարություն էր տեղադրել, էքսպոնատ էր տեղադրել ցեղասպանության վերաբերյալ եւ թուրքական դեսպանատան միջամտության արդյունքում հոդվածը հանվել էր։ Հիշում եք մենք դրա մասին թումարեցինք, դե ցեղասպանությունից հրաժարվել է եւ Հայաստանը փաստացի, հա։ Եթե հրաժարվել է ցեղասպանության տերը, ինչի պետքա Լիտվան կռիվ տալ մեր փոխարեն։ Բայց վերականգնել են եւ նմուշը եւ դրա մասին հայտարարությունը իրենց ինտերնետ կայքում։ Հիշում եք, առանց մեր միջամտության դիմադրություն կա։ Ես հիմա չեմ կարող ասել ում շնորհիվ է սա, երեք է, չէ, հաղորդման ժամանակ խոսում էի, որ եթե հանկարծ մենք սկսենք բզբզել, որտեղ հայեր կան, վստահ եմ կգտնենք հայեր եւ Լիտվայում, եւ Լատվիայում, եւ Չինաստանում, եւ Ուրուգվայում, բոլոր տեղերը այնքան հայ կարող են գտնել, որ ցանկացած միջամտություն թուրքական տեղում կարելի է այդ հարցերը լուծել։ Ես ուզում եմ ենթադրեմ, որ տեղի հայերն են վերականգնել այս ամեն ինչին, բայց փաստը նայում ենք այն, որ թուրքական ճնշումը աշխատեց, հետո փոխվեցին հանգամանքները եւ վերականգնվեց այդ հայտարարությունը Լատվիայի թանգարանի էջում։ Եվս մեկ պարտություն թուրքերի եւ թուրքերի գործիքներին Հայաստանում, վստահ եղեք, որ Հայաստանում լիքը մարդ ուրախացել է սրանով։ Ես մի հատ կարճ նորություն եմ ուզում ձեզ ցույց տամ Վարդան Ղուկասյանի մասին, որը անցնում է բոլոր սահմանները։ Ձեզ հարգելի ժողովուրդ, այսօր մայիսի 11-ն է, դեռ Միացյալ Նահանգներում տեղական ժամանակով ժամը 20:30 րոպե։ Ուզում եմ կատարել շատ կարևոր հայտարարություն կապված մայիսի 15-ի հետ։ Փաստորեն մենք պետք է շուտ դիմում գրեինք հանգաժան դատարանին, որ մայիսի 15-ին մենք պատրաստում ենք իրականացնել ակցիա, պիտի ավելի շուտ օր վերցնեինք եւ չլսեինք, սպասեինք ամիսներ։ Եվ հետ դիմումը մուտք անելուց հետո այսօր մուտք արեցինք, որ տեղակ բայլով դատարանին, որ մեր հետևորդները ամսի 15-ին պիտի գան, դատարանը պատասխան ուղղեց մի աննախադեպ վճիռ, մի ցցող որոշում, որը որ Ամերիկայի պատմության մեջ երևի չկա։ Ուղղակի ամերիկյան ֆեդերալ դատարանը մեզ մերժեց։ Ասում է, որ ոչ, կարող Ղուկասյան, դուք չեք կարող ոչ մի տեղ գնալ։ Այսինքն, ասում է, որպեսզի պարզ լինի մեր ժողովրդի համար, ասում է, չկա այդպիսի նախադեպային որոշում ամերիկյան դատական պատմության մեջ, որ որևիցե մեկը դատի տա միգրացիոն դատարանին, պահանջելով ինքնատար ասել միգրացիոն դատարանի վճիռը եւ գնալ
բանը մեկ այլ երկիր, որը որ նշել է միգրացիոն դատարանը, Հայաստանը, բացի Հայաստանից։ Հիմա փաստորեն ծերի ժողովուրդ, որ ասում է, եղավ են ինչ-որ ես փաստաբաններին ասում եմ, մեզ ոչ մի տեղ չեն թողա գնալ, մեզ կպահեն դեռ դատակված, մինչև Հայաստանի մտրությունները ավարտվի։ Որտեղ եսած է, չէ, չամադաններով եկել են, մտել են, համապատասխան տեղ վճարել են, դուրս են եկել, սա աննախադեպ կոռուպցիոն ցնցող ապացույց է Ամերիկայի պատմության մեջ ևս մեկ ցնցող ապացույց։ Ոսի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստվում են գալ, պետք չի ոչ միտեղ գալ, պետք չի ոչ միտեղ գնալ, ընդամենը խնդրած կլինեն բոլորին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, որովհետև ձեր ձեռքերում է գտնվելու նաև Վարդան Ղուկասյանի հնարավորինս արագ դուրս գալը։ Իսկ կպահեն այստեղ, մինչև ընտրությունները Հայաստանում ավարտվի, հետո տենան ոնց ալը միջանլան, հետո կասեն գնամես կամ մնամես ցեղ կամ այդպես ուրիշ տեղ։ Որովհետև Վարդան Ղուկասյանը հանցագործ չի, ուղղակի Վարդան Ղուկասյանը մի անձա, որը կարա փոխի տարածաշրջանի քաղաքական վեկտորը, որից որ վախում է Միացյալ Նահանգները, Սուսան Նաղազարյանը։ 1977 թվականի ապրիլի 25-ին, որ Գեորգ Մասի ծննդատանը ծննդաբերեց Վարդան Ղուկասյանին, պատկերացնում ես, որ Վարդան Ղուկասյանը դառնալը անցած մեղրացնից մեղի գրեղ, այնպիսի մի կերպար, որ կես տերություն եկա երկիր։ Վախեն է Վարդան Ղուկասյանը, դա չէ, մնացեք, նիկա, որտեղ որ դու գնացիր, ընդ Նիկոլա լելու մորմաշ։ Գերսոսկովլավ։ Սա արդեն զավեշտի դաշտից է։ Աստուն ուրեմն միգրացիոն դատարանը որոշում է կայացել, որ պետք է արտաքսի։ Չի արտաքսում։ Որ իրականացած որոշումը չի իրականացնում։ Վարդան Ղուկասյանը դատի է տալի, դատարանի որ իր որոշումը իրականացնի, ասում հատես նախադեպ չկա, որ մեկը դատի տա դատարանին իր որոշումը կայացնելու համար։ Դե իհարկե դες նախադեպ չի կարա լինի, որովհետև դատարանի որոշումը հենց կայացնելու համար է, ոչ թե որ չկայացնի, հետո մի հատ էլ դատի տաս ասես արա քո որոշումը ինչի չես կայացնում։ Այդպես բան եղել է մենակ Հայաստանում, ասեմ ձեզ։ Հայաստանի դատարանը որոշում կայացրեց, որ ամուր ծառը չի կարա շահագործվի։ Հայաստանի կառավարությունը ասեց քո որոշումը ինձ հետաքրքիր չի, վերցրել ու որոշել է որ շահագործի։ Որոշել է թաղի Հայաստանը, այսինքն տեսեք, ուրեմն Հայաստան ու Ամերիկա դատարանները եկան կանգնեցին նույն բանի վրա, որտեղ դատարանի որոշումը չի կատարվում, դատարանը որոշումը կայացել որ արտաքսի ուղարկեն երկրից, տոմսը ձեռները սպասում են երբ են իրենց արտաքսելու։ Ասեմ, տոմսը ձեռները, Վարդան Ղուկասյանի թիմը սպասում է, օրեկան դատա են փոխում, հետաձգում են, որ տենան լավ երբ է թռնել ես մարդ այդ երկրից։ Համ որոշումը կայացել է, համ չի կատարում, սենց բան գոյություն չունի։ Ես դեռ ամիսներ շարունակ, ես չեմ հիշում նույնիսկ ինչքան վաղուց եմ ասել, այս գործը, որ նայում եմ ընթացքին, այս գործը քննական գործ չի, այս գործը լուծվող գործ չի, սա պատվերով իրականացվող հանցագործությունն է։ Ինչքան էլ որ սա ուզում է մարդիկ հավատային, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պես բան հնարավոր է, թե չէ, հնարավոր է փաստորեն։ Ու դրա ծիլերը դեռ առաջին օրերից է երևում։ Ու ես միանգամից ասել եմ։ Ու նաև այն process-ը, որ սկսեց հենց առաջին օրից կատարվել Վարդան Ղուկասյանի դատի շուրջը, թե ովքեր մնացին իր շուրջը, թե ոնց որոշվեց դատապաշտպանների ով լինելը, ոնց լինելը, թե ինչ հարձակում եղավ, ընդ որում նաև ին վրա, ես հասկացա, որ միանգամից Հայաստանից ձեռը դրած այս գործի վրա ամենակեղտոտ ձևերով, որ հանկարծ ոչ մեկ չհայտնվեց հարց լուծողների շրջանակներում, որ կարող է օգտակար լինի այս գործի շուտ հանգուցալուծմանը։ Իմ համար դա ինձ առաջին օրվանից պարզ էր, որովհետև այնց մարդիկ էին նաև խառնված աջակից, մարդիկ փողերով կանգնած էին, ցանկացած ամենաթանկ դատապաշտպաններին բերել Վարդան Ղուկասյանին հանելու համար, բայց դրանց բոլորին հայհոյելով, մեկուսացնելով, վատաբանելով վանեցին։ Այդ մարդիկ ինձ հետ էին կապնվում, ինչ անել։ Բայց քանի որ այդ շարքի տակ նաև ես ընկա, մի տեքստ գրեցին տվեցին Մոլձերը, Վարդան Ղուկասյանի, ինքը կարդաց, WhatsApp-ով, էլի ոչ թե եթերում, ես կարդացի, ներողություն խնդրեցի Վարդան Ղուկասյանին աջակցելու համար ու փակեցի թեման։ Այդպես ինձ էլ նեյտրալիզացեցին, որտեղ ես չէի ուզենա այդ ասենք սենց քֆուրախառը տեքստը հանգարց տային Մոլձերը ու նա կաներ,
ու դա ալվելու է, որ ինքը մտել YouTube-ով դա կարդալ, ասեցի, հասկացա, վերջ։ Մի խոսքով էս օպերացիան Վարդան Ղուկասյանին մեկուսացնելու սկսվել է հենց ձերբակալման օրից ոչ միայն դատարանի մակարդակի վրա, այլ նաև բոլոնց նրանց ձեռքով, ովքեր շրջապատել են Վարդան Ղուկասյանին այդ օրերին։ Ես ասում եմ, այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչ որ ես հասկացել եմ, ինչ որ զգացել եմ։ Հետո իհարկե մարդիկ զանգեցին, ասին, այն ինչ որ դու ես կանխատեսում, ասում, այտենց էլ եղավ, դա ճիշտ էր։ Եվ միակ տարբերակը այս թափիտակ չընկնել, հա, հայոյանքներ չուտել ինտերնետով, փաստորեն կողքի կանգնելն էր, որի արդյունքում տուժվեց գործը։ Այո, Վարդան Ղուկասյանի մոր ձեռքով փաստորեն կանդեցին են անմիջը, այն ինչ որ հնարավոր էր։ Շատ արագ լուծվեր։ Բայց դա խեշկին է, մենակին տրվեց այդ պրովոկացիաներին եւ արդյունքում ունենք այն ինչ որ ունենք, աննախադեպ իրավիճակ։ Սա Վարդան Ղուկասյանի մասով դուք մնացածը կարող եք լսել, ես հիմա անցնեմ հայաստանյան նորություններին։ Հայաստանում գիշերները խաղաղ չեն, նայեք սա։ Այդ կարող եք հաշվել, քանի մեքենա կա։ Դե հասկացաք, չէ՞, սիգնալներն ու մեր վերաբերվում։ Բացի երկու հատ մեծ ավտոբուսից, հա, գնում է 20-ից ավելի մեծ ջիպ, 20-ից ավելի։ Այսինքն ամեն մեկի մեջ 4 հոգի, դա արդեն քեզ 80 հոգի է գալի։ Պլյուս մնացած աշխատակազմը։ Երկու ավտոբուս, 40-40, 80, եւս մի 80 հոգի մեքենաների մեջ, եւս մի այդքան կից։ Այսինքն սրանք տեղափոխում են մոտավորապես 250-300 հոգով, որտեղ որ կանգնեն, որ հրապարակում կանգնեն, այդ հրապարակը մի անգամից լիքն է։ Մի անգամից, հենց իրանցով լիքն է։ Այս շրջիկ կապիկներն են, որ տպավորություն են ստեղծում, որ այս թուրքի լամուկը, ասում, ուր գնում է իրան դիմավորող կա։ Հա, բակի երեխեքին էլ հավաքում բերում են, կանգնացնում են առաջի կարգ, ձեռքը տալիս են փափուկ խաղալիք, չգիտեմ, փափուկ խաղալի կարող չէ, պաղպաղակ կանֆետ եւ ինչ որ մի բան, որ Լենինը նկարվի հետը, որտեղ գտեն Լենին լյուբիլ դիցեյ, հա, կամ երկու հատ թոշակառու միամիտ կանասում է, որ Նիկոլը հարցնի ասի, թոշակները բարձրացել է, դե ասել, հա կամ չէ, ու դա ընդամենը այնա ինչ որ ինքը կարա հարցնի թոշակառուների։ Մի խոսքով, բայց ես պետք է ասեմ, այդ տխմարներ, այս 300 հոգով դուք չեք կարող 2000 տեղամաս պատտվել մի օրվա մեջ։ Չեք կարող։ Իսկ այսքան սիգնալ տվողները, ուրեմն ձեր մեր, հերկին, երեխա, անցավորներ, ներկա, ապագա, բոլորին այսպես խառնեցին ու գնացին առաջ։ Եվ սա օրական շարունակվում է, օրական այս տեմպերը ավելանում են։ Սա գնացել էր Կապան, չէ՞, Գորիս Կապան էր գնացել։ Այս նկարը տեսնում եք։ Կապանի ու Ադրբեջանի դրոշը տեսնում եք կապանցիների ջան։ Ու մնացած բնակավայրեր, որտեղ որ կմտածեք Փաշինյան Նիկոլին ձեն տալու, դեմ իմացեք, դուք դնում եք ձեր իսկ տապանակարը։ Սա է լինելու լավագույն դեպքում։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Այդը նստած ռագատկով կարան կրակեն Կապանի վրա։ Բարձր դիրք միանգամից տվել է։ Հիշում եք ով է տվել այս դիրքը։ Ասեմ դες հիշացնեմ։ Չի վաղը։ Ինքը հայտարարեց, որ ինքն է հրամայել Զորքին հետ քաշվել։ Սա իր բառերն է, սա իմ բառերը չի։ Ու ցանկացած թուրքի լամուկ, որ աջակցում է Փաշինյան Նիկոլին, սրան է աջակցում։ Ես թուրքի լամուկ ձևակերպումը ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, սա քաղաքական ճաշակից դուրս է։ Սա քաղաքականություն չկա։ Քաղաքականությունը լինում է գիտեք ում մեջ, երբ որ երկու ծրագիր է առաջարկված։ Քաղաքական զարգացման, չգիտեմ, ապագա հետ կապված։ Դու քննարկում ես այդ քաղաքական ծրագիրը։ Այդտեղ քո որոշումը կարա լինի քաղաքական, կարծիքը կարա լինի քաղաքական։ Իմ ասացի մեջ ոչ մի քաղաքական չկա, սա զուտ բնութագիր է հայի եւ թուրքի միջեւ։ Այն որ աջակցում են Ալիևի ծրագրերին, Բայրամովի ծրագրերին, Էրդողանի ծրագրերին, այն մի հատ բան կա, չէ՞։
քարամ կա, ռազմավար։ Դրանց ծրագրերին ենթարկվում են դրա կոչերին, դրանք Թուրքի լամուկներն են Հայաստանում։ Մենք դրանց այսօր ցույց ենք տալու ձեզ։ Այսօր մի ներվեք։ Մի ներվեք, ժողովուրդ ջան, ով լսում ով աջակցում է սրան, հեչ մի ներվեք։ Հիմա նայեք այդ սուտ խոստումները 18-ից 26 թիվ, հա, հետաքրքիր բան են կազմակերպել, ուզում ձեզ ցույց տամ։ Մի խոսքով 10 միլիոն ծառա հիշում եք։ Կա։ Ինչ կա, եղածն են կտրե, ինչ կա, ոնց կլինի։ Մետրոյի կայարանը հիշում եք Աջափնյակում, հիմա էլ են ասում։ Դուք պատկերացնում եք տականկության չափը, լկտիության, որ հիմա ասում են մեզ ընտրեք, որ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցեն։ Այսինքն դրանք վստահ են, որ իրենց լսողները իդիոտ են։ Իդիոտ։ Մարդ, որը պետք է հավատա, որ իրանք անելու են այն ինչ որ դեռ 8 տարի առաջ պետք է արած լինեին։ Հիմա նույն բանը ասում են։ Իրենք վստահ են իրենց ընտրողի վրա, էլի։ Ինչ ասես։ Կարմիր գծեր է, բա։ Պետք է ջնջված լիներ, չէ՞։ Ոնց։ Ավելացան եւ գնով եւ քանակով, քանակով։ Արագաչափերի մասին։ Այդ որ մի վարորդը այս սրանցից տուժած չի լինի։ Ակադեմիական քաղաքը։ Սա գիտեք ինչն է։ Սա Հայաստանում, Երևանում մասնավորապես, ասել է թե Հայաստանում կրթության սպանդի մասին է այս ակադեմիական քաղաքը։ Այո։ Երբ ուսանողներին կվտարեն քաղաքից, շենքերը կսարքեն, ռեստորաններ, հյուրանոցներ, բոզանոցներ, հա։ Այն ժամանակ կկտրվի ուսանողի ոտը Երևանից։ Երևանը կկորցնի համն ու հոտը եւ ուսանողներին նույնպես, որովհետեւ ոչ մի ակադեմիական քաղաք երբևէ իր չի արդարացրել։ Չի արդարացրել, որտեղից հանել են նոր տեղում ոչինչ չի աճել։ Նույնիսկ ամենաթանկ տարածքներում վերցեք Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք։ Դուք գիտեք Նյու Յորքում մի քառակուսի մետրին ինչ արժի։ Հա։ Ես դες կարող եմ ասել, մի քառակուսի մետրը, եթե վերցնենք square foot-ը մոտարապես 6-7 մի քառակուսի մետրը գալիս է $20,000։ Քառակուսի դատարկ հողը։ Համալսարաններ կան։ Ոչ թե ասեք մի քառակուսի, տասնյակ հազար քառակուսի վրա։ Համալսարան։ Ոչ մեկի մտքով չի անցնում դրանք հանել, կամ այգիները դատարկել, կտրտել, այդ ամեն ինչ հանել, տանել քաղաքից դուրս, որ այդ տարածքները քաղաքը ծախի։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որովհետև հասկանում են քաղաքին համոհոտ տալի երիտասարդությունը, ուսանողությունը եւ այնտեղ է ինքը սովորում եւ գալիս է սովորելու հենց դրա համար։ Ոչ թե գնում է գաղութ ինչ որ միտեղ քաղաքից կտրված որոնտեղ սովորի։ Մի խոսքով սա ուսանողների համար չի, սա շենքերը ծախելու եւ կրթությունը սպանելու համար է։ Արցախը Հայաստանի մասին մինուս 12,000 քառակուսի կիլոմետր։ Հա, վիզաների ազատականացումը, բա ոնց։ Դե ապաքաղաքականացեցին, չէ՞ բուհերը։ Այնքան ապաքաղաքականացեցին, որ ուղղակի իրանք դա փակելու միջոցով են պատկերացնում բուհերը։ Մի խոսքով։ Սա լսենք։ Ժամկետանց տուժ դու պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուժ տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի։ Հա։ Այդ ոնց է տենց է, այդ շատ հեշտ է, եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, այդ լուրջ եք ասում, հո տենց ասելով չի կներեք։ Հայաստանի Հանրապետությունում Ինչի՞ չէ, բայց սա հավատում է։ ընտանիք աղք։ Ինչի՞ չէ, որ սա հավատում է։ Սա հավատում է, սա էլ է հավատում։ Ինչի՞։ Չի հնարավոր չի, սա սրանց համար նորմալ է, որ իրանց ոչխարի տեղ են դնում, փաստորեն։ Եվ ասում է թուրքի լամուկներ, իսկ պատահական բան չի ասում։ Մարդիկ, որոնք աջակցում են այս ծրագրին։ Պարզվեց սրանք ոչ միայն դերասան չեն, բարի լուրջ իմաստով եմ ասում, մասնագիտական էլի, պարզվեց ամեն մարդ չեն։
մարդկային կատեգորիան գիտեք որն է, որ արժեք ունի, որի խոսքը կշիռ ունի, որը բարոյականություն ունի, որը սուտ չի խոսում, չի խաբում, չի դավաճանում, չի ուրանում։ Պարզվեց սրանք դրանից չունեն, հետևաբար ինչ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր Փաշինյան Նիկոլի կողքն են, հերվից, մոտիկից, այս սա վերաբերվում է բոլորին, նորից եմ ասում, սա քաղաքական նախընտրության հարց չի։ Քաղաքականապես ես կարող եմ համաձայնել օրինակ, կամ չհամաձայնել օրինակ, էլի ասենք, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանի հետ, Դեմեմի հետ, չգիտեմ, ասենք, Արման Թաթոյանի հետ, Սամվել Կարապետյանի հետ կարող ես համաձայնեմ, կարող եմ չհամաձայնեմ, այսինքն չհամաձայնվեմ հիմնականում, հա։ Ստեղ քաղաքականություն չկա։ Զուտ բարոյական է։ Որտեղ օրինակ Ալիևը չի աջակցում Սամվել Կարապետյանին։ Ալիևը չի աջակցում Գուրգեն Սիմոնյանին, էլի հասկանում եք։ Իրանց աջակցողներին դու չես կարա հայոյես, բայց սրա աջակցողներին ոչ թե դու կարող ես, դու պարտավոր ես ասես իրանք ով են։ Ես տեղ ժեստիկուլյացիա, ռևերանսներ, ներում, բեկում չկա։ Բացարձակապես։ Իսկ այն ինչ որ ես ասում եմ, սրանց վրա եւ սրանց նմանների վրա, ես հեսանել կհասնեմ։ Հա, սրանց վրա, սրանց նմանների վրա, սա այսօր դրվում է պետք է, ու սա կյանքով մեկ է գնում, վերջ, դրվեց, սրտիկդ նկատեցիր, արա, պատրաստների կյանքով մեկ դրա համար պատասխան տա։ Հիմա տեսնեք էլ ինչ է ասում դա։ Տեսնեք էլ ինչի հետ են սրանք բան սենց համաձայն։ Խատա, հացին կակայը Հայաստանի Հանրապետությունում 200,000 ընտանիք աղքատ է։ Հացին կակայը ասում, այդ դուք ձեր տենց ընտանիքները պահեք։ Աղքատը իր խնդիրն է։ Ով ասել, որ իր աղքատության պատասխանատու մենք ենք։ Այս ամեն ինչին ծապտողը ինչ ասել է մետա։ Ես պատահական բան չեմ ասում։ Նա իր աղքատության պատասխանատու։ Վազնարի մեզանից ինչ ես ուզում։ Վազնան եկալը։ Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորն եմ։ Ոչ պատասխանատու ես, ոչ էլ մեղավոր ես։ Յանապաց ոնց է կրոտի տանում։ Այ, ոչ պատասխանատու ես, ոչ էլ մեղավոր ես։ Ես մի կարևոր ուսումնասիրություն եմ ձեր հետ ուզում կիսվեմ։ Գերմանիայում ապրող մեր ընկերները, ասենց ասեմ, հետաքրքիր բան էին կազմակերպել հարցում մասնագիտական մեծ մասշտաբների, որը ես ձեր հետ ուզում եմ կիսվել, որ մենք հասկանանք մոտավորապես ինչ վիճակում ենք մենք հասարակության իմաստով։ Մենք Եվ այսպես, այս ընտրությունների հետ է կապված, մեծ առումով է քաղաքական, բայց այդքան անձնավորված չի։ Հարց, մասնակցելու է ընտրություններին, այո է պատասխանել մոտավորապես 94%-ը, հսկայական թիվ է, իհարկե։ Ստե իհարկե սեր կա, արականները փաստորեն արական սերի ներկայացուցիչները 56% են մասնակցելու, ավելի շատ 35-ից 65 տարեկանի մոտ է մասնակցելու ակտիվությունը, սա ես էլ եմ նկատել, հետաքրքրված ավելի շատ քաղաքական մեր անցուդարձով կյանքով հետաքրքրված շերտը դա 35-ից վերևն է, իմ YouTube-ների դիտումներով էլ դա ես գիտեմ, որովհետև այդ տարիքից է, որ մարդը դառնում է ընտանիքի հայր կամ մայր, սկսում է մի քիչ այլ ձև կյանքին նայել, դա է բացատրությունը, հա։ Ասենք 25-ից 34 տարեկան ընդամենը 15%-ն է։ Կրթություն բարձրագույն, մեր մոտ բարձրագույն կրթություն ունենալը, դե գիտեք, դա պարտադիր բան 84% մասնակից։ Մասնավոր ոլորտներում են հիմնականում աշխատում, հարց ճիշտ է գտնում իշխանությունները բարձր քաղաքականությունը, 87%-ն ասում է ոչ, այո, ընդամենը 3.2%։ Առաջնային որ խնդիրն է այս մասնակիցների համար, երկրի անվտանգությունն է, փաստորեն առաջնայինը։ Աջակցում եք որևէ քաղաքական հուսահատության կամ անձնի կամ այո, չներողություն, աջակցում եք որևէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի, 86%-ն ասել է այո, հետաքրքիր է։
մի խոսքով, ստեղ տեխնացուների վարկանիշներն է, ստեղ չեմ ուզում որևէ մեկին ստեղ բանանել, ես ավելավա զրոյականներին կարդամ, ում ընդհանրապես ձայն չեն տվել։ Ձայն չեն տվել Լևոն Զուրաբյանին, Արման Բաբաջանյանին, Լևոն Շիրինյանին, Արամ Սարգսյանին, Էդմոն Մանուկյանին, Հայկ Մարությանին, Տիգրան Ուրիխանյանին, Վաղարշակ Հարությունյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Արման Թաթոյանին։ Այս տեխնացուները զրո են ստացել։ Մնացածը ինչ որ թվեր ստացել էին։ Հա, ինչ է կարող է փոխել ձեր կարծիքը, մարդիկ ասել են ոչինչ մեր կարծիքը չի կարող փոխել։ Մի խոսքով, սա է շատ հետաքրքիր, Հայաստանի Հանրապետության միջազգային որ երկրի կամ միության հետ դաշնակցային կապեր պետք է ունենա։ Հա, մեծ տոկոսը գալիս է կատարյալ անկախություն ազում, այս նարնջագույնը, իսկ այս կապույտը 28% Եվրոմիության մեջ, այսինքն 24% կատարյալ անկախություն, 24%, 28%-ը Եվրոմիությանն է, այսինքն այս բանն է, տրամադրություններն է, գերիշխում պետք է Հայաստանը կրճատի գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ, սա հետաքրքիր է։ Այո, ոչը համարյա նույնն են, 44%, 45% այո է ասում պետք է կրճատվի, 40 ասում է ոչ, մեծ չի, բայց կա տարբերություն 5%-ի, իսկ հարցը կողմ եք Եվրոպական միության անդամակցելուն 56.7% ասել է այո։ Ոչ 22.3%։ Սա արդյոք Սփյուռքը պետք է իրավունք ունենա քվեարկելու 81%-ի կարծիքով այո, սա դրական է։ Սա է հետաքրքիր, պետք է արդյոք Հայաստանը պահանջատեր լինի Ադրբեջանի կողմից բնակեցված տարածքներին, Արցախ, Նախիջևան, 50%-ն ասել է այո, տեսեք բոլոր միջոցներով, այո դիվանի գիտական ճանապարհով 43, բայց որ պետք է ճանապարհ լինի, պահանջատեր լինի, փաստորեն համաձայնների քանակը գալիս է 94%, ոչ պատասխանել է 3.2%-ը, այսի նիկոլականներն են, էլի բնականաբար, դե չգիտի 2-4%-ը, կողմ եք ներկա պահին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի եւ սահմանադրության փոփոխությանը 84%-ը ասել է ոչ, ընդամենը 6.6%-ը այո։ Ճիշտ եք համարում հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելի 91.8%-ն ասել է ոչ։ Որոնք են ձեր հիմնական քաղաքական տեղեկատվական աղբյուրները, 55%-ը գրել է սոցիալական ցանցեր, մեծը սոցիալական ցանցերն է, եւ այստեղ ներքևում գնում է արդյոք որոնք են հիմնական քաղաքական տեղեկատվական աղբյուրները, ստեն նշված է 1, 2, 3, 16 աղբյուր, մի խոսքով առաջի 3-4-ին կարող եմ ասել, որ 12.6%-ը ինֆորմացիայի աղբյուր նշել է Նոյան Տապանը, 11.3% նշել է ինձ, աստորեն իմ ու Նոյան Տապանի տարբերությունը 1.3%-ա, 10.4% նշել է Դավիթ Գրիգորյանին, 10% Ֆակտոր, հետո գալիս է 1065 ռադիո, Ազատություն ռադիոկայան 84, դա շատ բան է, ցածր է, հետո գալիս է Փակ TV, հետո Անտինյան, Էդբար եւ այլն։ Այսինքն արձանագրենք, որ դեր խոնարհ ծառան, ապասոն ըստ ցուցակի մեջ երկրորդն է։ Չնչին տարբերությամբ հետո գալիս է Դավիթ Հարությունյանը, Դավիթ Գրիգորյանը կներեք, հետո Ֆակտոր TV-ն։ Մի խոսքով, ես չգիտեի, որ ես այդքան տեղ ունեմ ինֆորմացիոն դաշտում, անկեղծ եմ ասում, հենց իմ համար հետաքրքիր էր, որպես բացահայտում։ Բայց ես էլ իմ բաներ ունեմ, հարցումներ ունեմ, ես ձեզ եմ ուզում դա ցույց տալ։ Այսպիսի մի հարցում էի դրել 3 մայիսի 10-ի դրությամբ, հա, ում կտայեք ձեր ձայնը, Փաշինյան Նիկոլ, Նինա Կարապետյան, Գուրգեն Սիմոնյան, Գևորգ Կարապետյան, Փաշինյան Նիկոլը այս բան հարաբերության մեջ ստացել է 23%, Նինա Կարապետյանը 24%, 47% Գուրգեն Սիմոնյանը Գևորգ Կարապետյանին տվել են 7%։ Նիկոլ Փաշինյանը թե 6500 հոգու մեջ ոնց է ստացել այսքան մեծ ձայն ես չգիտեմ, բայց ասենք մյուս հարցման մեջ, որտեղ էլի Փաշինյան Նիկոլը կա, բայց Դոկի եւ Ուժեղ Հայաստանի հետ միասին, ստե կապան 14000 քվեարկության մեջ 17%-ը։
դոկը 46%, 26% ուժեղ Հայաստանը։ Պետք է ասեմ, որ այս վերջի իրադարձությունների հետ կապված դոկի շուրջ կա իրադարձությունները, դա կուսակցության նախագահի հետ, դոկի դուրս չգալու հետ, իր մոտ 10% ձայնի կորուստ եմ ես նկատում, բայց էլի մնում է առաջատար 46%, ոչ մեկ այս հարցումների մեջ, այն 14,000 հոգու մասնակցության մեջ 46% ոչ մեկ չի ունեցել։ Ուժեղ Հայաստանը ես ասել եմ 20, 30, 35 այս կողմն է լինելու։ Ինքը լինելու է պարլամենտում։ Ինքը հաստատ նույնիսկ ավելի շատ է լինելու պարլամենտում, քան Փաշինյան Նիկոլը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Փաշինյան Նիկոլը առնվազն զրկվի մեծամասնություն լինելուց։ Առնվազն, որ մենք կարողանանք իրենց դատել ուղղակի։ Դա պարտադիր պայման։ Ես մի հատ էպիզոդ եմ ուզում ցույց տալ այսօր, պատրաստվեք նորությունների ճիվառների կողմից։ Թուրքիան այսօր բացել են ինչ-որ։ Ինքը մոռացել է, որ էլի դոշի միկրոֆոն կա, այս էլ վախեցած միանգամից այս վիժուալը փակում է։ Այս երկու օր անպայման կլսենք, ինչ որ բան են բացելու։ 28-ին կներկայացնեն մեր հրաշք պարադ, շքերթ, տեխնիկայով զինված բան, ուստեղ դիլեմա է սկսվելու 28-ից մայիսի ու հարց դուք եթե զենք ու բանով ուզում եք հպարտանեք, որ դուք զենք եք գնել։ Դուք ո՞նց եք Հայաստանը եւ ինչու եք Հայաստանը մղում կապիտուլյացիայի գիրկը։ Եթե դա չի աշխատելու, բուտաֆորիա է։ Ինչ եք արել։ Եթե արել եք, Հայաստանը ինչու եք կապիտուլացնում։ 28-ին այս հարցը պետք է միանգամից խփել սրանց ճակատին ուղակի, որովհետեւ սրանք բերելու են որպես ձեռքբերում ցույց տան։ Հակառակը մեզ ասում են մենք թույլ ենք, մենք տկար ենք, մենք չենք կարող այս կամ բան, ու մեկ էլ բերեն մեր վրա զենք ծախելու, ասեն մենք տեսեք ինչքան հզոր ենք, Սա հակառակն է աշխատում։ Եթե հզոր ենք, ինչի եք մեզ կապիտուլացնում այ բիժվածներ։ Նշանակում է կապիտուլացնելը դա պայմանավորվածություն է, դա ուժեղության հետ կապ չունի։ Ընդհանրապես պայմանավորվածության արդյունք է։ Իսկ այս մասով կլսենք որ էսա ոնց էսա Թուրքիայով կարճ ճանապարհով կարող են Եվրոպա դուրս գալ, այս կողմենքով նախընտրական կապիկությունները, որ վաղ հենց հաջորդ օրը Թուրքիան ոնց փակել է 91-92-ին, այդտեղ կարա փակի։ Վերջ, որ պահին ուզենա կարող է շլագբաումը բացի, որ պահին ուզենա կարող է փակի։ Պատրաստվեք ու խոճապի մեջ չընկնեք։ Հիշեցիք։ Սա Արցախի պատերազմից ընդամենը 1 ամիս առաջ էր։ 20 թվականի հուլիսն է կարծեմ սա։ Երբ որ Արայիկ Հարությունյանին նշանակեցին զորով շարով ընդեղ նախագահ։ Սա Շուշիումը Արցախը հանձնելուց պատերազմից ընդամենը 1-2 ամիս առաջ։ Այս նկարում բոլորը տեղյակ են եղել ինչ է կատարվում։ Երևի մատուցողներից բացի։ Բոլորը Մոսից սկսած գեներալ կոչվածը Փաշինյան Նիկոլ, բոլոր։ Հիմա ուզում եմ ուղղակի սրանց հարց տալ, էլի։ Բա այս սրիկաներ, բա դուք ինչ գործ ունեիք Շուշիում։ Ինչ գործ ունեիք, ինչի եք գնացել դժբախտ-դժգույն քաղաքը, որը Հայաստան չէր։ Ալիև, չես ուզում մի հատ քրեական գործը սրանց վրա հարուցես։ Տես եկել են քո տարածքում տժժում են։ Պանդեմիայի ժամանակ էլ խմում են, ամբողջ Հայաստանի դիմակ էին հագցնում, իրանք թփած ունեն այդ դիմակների վրա։ Հիշում եք այս պատմությունը, ես լավ եմ հիշում։ Այսինքն Արցախցու հացը կերան, հետո տվեցին փուռը, ասին դուք թռացեք բոլորդ։ Ձեր քաղաքները դժգույն եւ դժբախտ էին։ Այս կապիկները, որ ես ասում եմ թուրքի լամուկ, ես պատահական չեմ ասում, սաղաչոտ կտակը։ Լրիվ աչոտով է։ Ես պատահական բառ ոչ մեկին առ այսօր ասած չկամ։ Ինչ ասում եմ, տակը հատորներով հիմնավորում ունեմ։ Դա մասին դեռ մենք խոսալու ենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ ուղղակի, որ այն ընկերները, որոնք դեռ իմ Patreon-ին գրանցված չեն, խնդրեմ
Լինկը կա Վարդան Հակոբյան, Պատյոն Վարդան Հակոբյան, ներքևը կարող եք բաժանորդագրվել, դա ոչ միայն օգնություն կլինի ձեր կողմից ալիքին, դուք կկարդաք, կլսեք ինֆորմացիաներ, որոնք ես սովորաբար YouTube-ով չեմ անում, չեմ տարածում դեռ։ Մենք այնտեղ շատ բաներ ունենք ու մենք ունենալու ենք նաև առանձին հանդիպումներ, նաև դուք հնարավորություն եք ինձ ուղիղ նամակներ գրելու հարցոպատասխանների ձևով, մի խոսքով մենք հետաքրքիր, շատ հետաքրքիր պլատֆորմա։ Բաժանորդագրվեք, դա կլինի ձեր աջակցությունը նաև ալիքին։ Իսկ եթե դուք նախընտրում եք ձեր ուղակի մեկ անգամյա կամ չգիտեմ, ոնց օգնություն ուղարկեք, բոլոր տարբերակները ներքև կա եւ PayPal, եւ Zelle, եւ ուրիշ փոխանցումներ։ Խնդրեմ, օժանդակեք մեր աշխատանքին, որովհետև նայում եք այս վերջերս վերևի այս կետերը։ Սա կեն թեմաներն է, որոնք մենք այսօր սենց առանձնացրել ենք խոսելու համար։ Իսկ այս թեմաները երևի 10 անգամ ավելի շատ էր ի սկզբանե։ Ես այդ ամբողջը ֆիլտրել, առանձնացրել, դասավորել, որ ըստ դրամատուրգիայի եւ կարեւորության ներկայացնեմ ձեզ։ Իսկ հիմա գնանք շատ կարեւոր մի իրադարձության հետևից։ Այսօր մենք լսենք մեր ընկերոջը Արտակին։ Արա Նիկոլ, երևի դու հասկացար ով է Շենգավիցի Արտակն, հա։ Այս ընկերը, այն ընկերն է, որի հողամասում այն 44 օրյա պատերազմի ժամանակ մեր բոլորի կողմից ուղարկված օգնությունները, մեր փողով, մեր ամեն ինչով, մի խոսքով գնված էր եւ որպես աղբ թափասեր, ասում ես ընկերոջ գնացել եկել էին, պատկերացնում եք, հենց այս ընկերոջ Արտակի հողամասում էին թափել, ինքն էլ դա նկարեց ու ցույց տվեց։ Այդ առումով էլ ես իհարկե տեղեկացել եմ, որ մենք դիմում եք ներկայացնել դատարան դատախազություն քրեական գործ հարուցելու մասով։ Ընդ որում պետք է ասեմ, որ դատախազությունից եկել է պատասխան, մենք լրացուցիչ բան ենք ուղարկել, փաստեր ենք ուղարկել, որ ուղարկել են զինվորական դատախազության ինչ որ այն մարմնի, որ զբաղվում է այդ գործով։ Ում ասեմ, մենք ինչ որ խոստացել ենք այդ իրավաբանների խումբը որ կա, աշխատումը արդեն բան կա, կապը կա, արդեն process-ի մեջ է։ Սա Փաշինյան Նիկոլը պետք է իմանա։ Այսօր մենք այս բոլոր քրեական գործերը այսօր չէ, այս արդեն քանի տարի է։ Հարություն Բաղդասարյանի հետ մենք աշխատում ենք այս քրեական գործերը ուղակի դնում ենք այնտեղ դարակներում, որ վաղը Նիկոլին որ դատենք, ոչ մեկ աշխարհում չասի, դուք դատում եք, որ Նիկոլի այս ճակերտավորի մասում, հա, պայմանավորվածությունը չեղարկեք, չէ։ Այս քրեական գործերը մենք հարուցել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը վարչապետ էր։ Այսինքն մենք հետին թվով ոչ մի բան չենք անում, մենք ցույց ենք տալի, որ այն ինչ որ արել է սրիկան, արել է Հայաստանի օրենքների եւ սահմանադրությանը հակառակ, այսինքն ինչ արել է ինքը լեգալ չի, ինքը հանցագործ է։ Հետևաբար, հələ մի վարքեն է, հələ մենք իրա պետք է դատենք իրա կատարած հանցագործությունների համար, հետո ասեք տեսնենք ինչ եք ուզում մեզանից։ Նիկոլ, նա ձեզ խոստովե, ինքը նա սահմանադրությունները խախտե, օրենքներն է խախտե, դրա համար դատվում է։ Կարա գնացեք Նիկոլից ուզեք։ Ու բոլոր կոմբինացիաներով ցույց ենք տալի հնարավոր բոլոր մատերը։ Պատկերացրեցիք այս ամեն ինչ ինչի համար արվում։ Որտեղ մի պահ պատկերացեք, վաղը ասենք, իշխանությունը փոխվում են։ Չկա Նիկոլ։ Պետք է գան ասեն, հոп, մի վարքյան դուք պայմանավորվել եք, բան։ Ինչ ենք ասելու։ Ասելու ենք, այս դրա համար ենք, այս նախապատրաստես ամեն ինչը։ Ինչ Նիկոլ, այն հանցագործը։ Այնա, դատվում է։ Ու գործերը այսօր չենք հարուցել, այսօր վաղուց է հարուցված։ Ու իրանք գիտեն սա գիտի նաև ճիվաղը։ Ընդ որում, սա գիտեն նաև նրանք, ով էս ընթացքում փորձում են մեզ խանգարել, սրա մասին ես առանձին եմ խոսալու։ Թող այն ընկերները ճակերտավոր, որոնք փորձում են ընկնել ոտերից տակ, անունները խնայում եմ, հիմա չեմ ասում։ Ուղղակի հիշեցնեմ են հանգամանքները, դուք ոնց եք ուզում այս process-ին դուք խանգարեիք։ Ու ոնց եք ձեզ պատեպատ տալիս, որ Նիկոլը դավաճանության հոդվածով ինքը պետք է գնար։ Եղավ։ Այսի գրպանս դրած է, ես չեմ մոռացել։ Ցանկացած ժամանակ կհանեմ կդնեմ սեղանի վրա ձեզանից բան չի մնա։ Նեսօր ձեր տեղում հանգիստ նստեք։ Ձեր բուլտերներն էլ կապեք ձեր աթոռների ոտքերին։
իմ համբերությունը կարող է մի օր ուղղակի հատի։ Հանեմ դնեմ այսպես սեղանի վրա ամեն ինչ։ Մի խոսք։ Հիմա լսենք արտակին վերատեքստի շանակությունը։ Ու հիմա ես քեզ տես սպասում եմ թռածների կուտոկին հավաքի։ Թռածների կուտոկին հավաքի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս է շենքերն է։ Եթե նայենք որպես քարոզարշավ, չնայած դու вообще իրավունք չունեիր քարոզարշավ անել, դու գործող կառավարություն այդ թռածը ինչ իրավունք ունես, եթե այդքան լավ ես աշխատել, լավ ես գործել, վախդ ինչ Հոառատկություն չկա թռած բառի հետ։ Հա? Հոառատկություն չկա։ Կամ որ ինքը աշխատանքային ժամի իրավունք չունես ամեն ինչ անել, հոառատկություն չկա։ Ոնց կարող հոառատկություն ունենալ։ Ոնց կարող է իր չի կարելի ասել մի բառ, որ ինքն է օգտագործում։ Սենց է, չէ։ Ես ասում եմ ցանկացած մեկը փորձի համար կարա բռնի ալելին փողոցի մեջ ու թքի երեսին։ Վստահ, որ իրեն չեն դատելու, որտեղ նախադեպ ունենք։ Ինքը թքել է, դատախազնել ասել է, որտեղ հանցակազմ չկա։ Դուք ալենին որ տեսնում եք, վստահաբար առանց հետևանքների մասին մտածելու կարաք հանգիստ թքեք դեմքին։ Մենք նախադեպներն ունենք։ Հիմա արտակը ինչ ասում է, ամեն ինչը աչոտը կատակա։ Շենգավիթի է։ Ամեն ինչի աչոտը կատակա, ասում է թռած, որտեղ ինքը մի ամբողջ արցախցիների 120,000 իրանց հացը լափելուց հետո, իրանց փուրը տալուց հետո իրանց ասում էր թռածներ։ Այնպես չմտածեք։ Ինքը սխալ բան ասում, սխալ բան չի ասում։ Շում արա, որ դու հելի քարոզարշավ ես անում, քո համար տեղդ նստի արա, եթե մարդիկ կընտրեն քեզի, կընտրեն, եթե չեն ընտրի, սիկտիրդ կքաշես կետաս։ Բանական է։ Բայց ես քեզ տեղ սպասում եմ այս տուկաչ։ Շենգավիթում արի տես, որ քեզ ինձ հաճելի ձևերով են քեզ հեսա դիմավորել։ Տուկաչի համար հո չեք ներվում։ Ոնց իր գաղութի կենսագրությունն է, իր ամբողջ լրագրողական կենսագրությունն է։ Սա մասին խոսացել է եւ Միքայել Մինասյանը եւ իր գաղութում իր այդ նստածները բոլորը գիտեն ով է ինքը։ Իր ամբողջ կյանքը ինչով է զբաղվել։ Սա ապացուցված փաստեր է ինչ որ ասում է։ Շենգավիթում արա այդ թռած հանգածնես չլի չգաս արա չնայած կասկածում եմ որ դու գաս Իհարկե դու գիտեր որ ինքը չի գալու ինքը չի գալու ինքը պետք է միանգամից իր մուսորներին ուղարկեր փակել են բայց դա գիտեք երևի բայց երևի արդեն գիտեք որ ինքը չգնաց դա փոխարեն ուղարկեց քրեականի օպերներին Շենգավիթի եւ մարդիկ փաստորեն կալանավորեցին ձեռնաշղթաներ հարցրեցին ուժ գործադրելով նստեցին ավտոն ու տարան ընդ որում իջեմը ձայն չկա ուր են տարել ինչ հիմնավորումով ասկին ինչ վարչապետին ասելա թռած լավ արե ասելա ստուկաչ լավ արե ցույց տամ մեր բակում կողքից շենքի բակում կողքից շենքի տունը կողքից տան բակում մեծ դրոշա վրեն 6 դրոշա կանգնած բակի մեջ վրանել գրած է fuck Trump Ես բառը կարամ նկարեմ ու դնեմ այսպես որ հանկարծ մեկը չասի ոնց վարչապետին ասեց արա ստուկաչ լավ արե դրա մոտ քրեական բան չկա հետապնդում չկա մանավանդ որ ինչ ասելա աչոտով է տեղին է ես այս մասով մի հսկայական բան եմ արել ինչ բարկացած տեղտեղել հայոյընկներով կներեք 16+ Patreon-ում կա կարող եք նայել բայց դա եմ ասում բաներ կա ես YouTube չեմ տարածում ինքը ասում էր արի Շենգավիթ տեսնենք Շենգավիթի մյուս տարածքում իրեն ոնց են դիմավորել Ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք 5000 թիվը որտեղից թեկուզ որտեղից 5000 թիվը միգուցե թիվն 5000 թիվը որտեղից 5000 ամենամեծ խնդիրը 5000 թիվներ ասկան 4700 եթե լիներ ոչինչ դե հաշիվ չի հիմա հասկացաք սովա հասկացաք իր արգումենտը ինչ է ինքը փաստի հետ չի վիճում որտես բան եղել ինքը տալելա սպանելան որում դիտավորյալ սա իր բարերն է ոչ մի հորինած բան չկա ստե հիմա այս բանի վրա ես ուզում եմ եւս մեկ անգամ դիմել հայ ժողովրդի արական սերի զավակներին
Ես մեր կանանցից, մեր աղջիկներից ոչինչ չունեմ պահանջելու, որովհետև իրանք իդեալական են իրանց դիրքերում։ Մեր կանայք, մեր աղջիկները, դուստրերը, իրանք իրանց դիրքում իդեալական են։ Անում են մի բան էլ ավելի։ Ես հիմա արական ծերի բանը ներկայացուցիչներին եմ ուզում ասել։ Տղեկ, սա երկրորդ դեպքն է։ Սենց բան մեկ եղել է երրորդ մասում, մեր բակում։ Իրան, հիշում եք Ալենով բանով ուղարկեցին գրողի ծոցը։ Սա երկրորդը լինում է Շինգավիթում։ Ես ուզում եմ հասկանամ, էլի տղեկ ջան։ Սա որ գալիս է ձեր բակերը։ Դուք ինչ եք մտնում մկանցակը։ Դուք ինչի եք սրան թողում, որ ինքը անխոչնդոտ մարդկանց ականջներին լապշա կախելով ինքը գնա։ Ես ընդամենը ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ տեսնեմ իմ հայ տղամարդուն, հայ ընկերոջը, հայ եղբորը, հա, որ ես որ հայ եմ տեսնում, ուզում եմ գրկեմ։ Ցանկացած տեղ։ Ես հիշում եմ սրա Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը 18 թվականի ապրիլի 23-ին ես Միլանից գնում էի դեպի Բարսելոնա։ Ճանապարհին կարդացի որ հրաժարական ատվել։ Ես գրեցի, ես գալիս եմ Բարսելոնա, ով կա։ Իմ ընկերներից հետևորդներից, ով կա, հայ եմ ուզում գրկեմ։ Գնացի հյուրանոց իջա ավտոբուսից, միջև հյուրանոցի բանալիները 20 տեսա, հայ ասպասում ինձ։ Տղա։ Ես գրկեցի նա որպես հարազատ մարդ, տենց էլ մենք կյանքում երբևէ ոչ տեսել ենք, ոչ էլ դրանից հետո տեսանք։ Որտեղ ցանկացած հայ մարդ ինքը իմ հարազատն է։ Բայց մի պայմանով, որ ինքը տղամարդ է, որ իր համար արժեքներ են այն, ինչ մեր բոլորի համար արժեք։ Եվ ես հարց եմ տալի, տղեկ ջան, դուք իմ հարազատն եք։ Բայց եթե մենք նույն բանի համար նույն ձևի չենք ցավալու, ամեն ինչ չենք անելու փրկելու մեր ընտանիքները, մեր պատիվները, մեր ընտանիք, մեր երեխեքի, մեր գերեզմանները, մեր հայրենիքը, տունը, անցյալ, բա մենք ինչով ենք տղամարդ։ Ամեն մի հայ տղամարդ, որ գնում է քնելու, ինքը պետք է հարց տա իրան, վաղես ճիվաղին որտեսավ ինքը, ինչը ասելու սրանց բոլորին, որովհետև ինքը եկել է ասի, արա, ընկեր չէ, այ հայ, իրանց համար հայ դու թուրք ես, այ հայ դու վաղը քո տնից պետք է հրաժարվես, դու վաղը քո երեխեքին պետք է չտենաս, քո կին երեխեք բան, սաղ տալու ենք թուրքերին, հիմա ամեն մի հայ տղամարդ որ գնում է քնելու գիշերը, ինքը պետք է հասկանա, սա որ գալի մտնում է ձեր բակ, եկել է ձեզ առաջարկելու, որ ինչ ունես չունես, վաղը քոնը չի լինելու։ Հիմա դու սրան որտենում ես ասելիք չունես, ինքը եկել է քո ամեն ինչը խլելու։ Ինչը խլեց արցախցիներից, ու դեռ խլելու է հələ։ Մենակ արցախցիներից չէ, նաև հայաստանցիներիցս, այսպես բոլորիցս, ով ինչ ունի։ Բայց ցանկացած հայ տղամարդ, որ երեխուն գրկում է, պետք է հասկանա, այս երեխու ապագա կասկածի տակ է։ Որ իր կնոջը գրկում է, պետք է վստահ լինի։ Իր կնոջ ապահովությունն է կասկածի տակ։ Իր մոր աշկերին, հոր աշկերին, որ նայում է, Աստված տա բոլորին լինեն ողջ ու առողջ։ Ինքը պետք է հասկանա, որ այս ծնողների պահած երկիրը դու ինչ ես անելու։ Ում ես փոխանցելու, ոնց, եթե դու այսօր լռում ես։ Սա ոչ մի բակում իրավունք չունի, սրանք ոչ մի բակում իրավունք չունեն հանգիստ ման գալու։ Եթե մի բակում սրանք հանգիստ ման են գալու, դուրս են գալի, նշանակում է այդ բակում տղամարդ չի եղել, այդ բակում հայորդի ворց, կներեք այս բառը որ օգտագործում, ուրիշ բառ չունեմ օգտագործելու, ջիգիտ, հայդուկ, հայ մարդ, արժանապատիվ հայ մարդ չի եղել։ Ինչ պիտի անեն մաքսիմում։ Ինչ պիտի անեն, գան կալանավորեն տանեն, որ դուք ասեք, այստեղ ու նման կանես ասես դու իմ աղբերներին տալեր 5000, տալեր սպանել ես արա։ Ձեր բակերից ոչ մեկին չեն տալեր սպանել։ Ձեր բարեկամներից ոչ մեկին չեն տալեր սպանել։ Ոնց թաղի տղեկի համար մենք կռիվ անող էինք ժամանակին։ Մեր թաղի երեխուն կպնեին, կգնում էին կենացում ահու կռիվ։ Մեր թաղի երեխուն սա դիտավորյալ տալեր սպանելա։ Ասելիք չունենք մենք իրան։ Մեր բակի երեխեքին ասում եմ, ես որ այդ պատերազմի 27-ի 28-ին ես որ տեսա իմ բակի երեխեքին, ինչ երեխեքի տարան։ Ես ինքնամոռաց վազեցի բանը,
ամոթից վազեցի, որ իրանց տադել են, ինձ թողել են, վազեցի военкомат։ Դե ինձ ուղարկեցին կուդա դալշե։ Ասի որ նախտադիկ տանցեք, դուքն երաժիշտ ես, մենք դուրս մասնագետներ են պետք գնամ без մի խանգարի։ Բայց ես երեխեքի նկատմամբ պատասխանատվությունը, որտեղ ես տենց եմ մեծացել։ Բա ուր կորավ էս ամեն ինչը։ Ոնց կարող են այս վիժվածքները, այս ամեն ինչի կազմակերպիչները գան մտնեն մեր թաղերով, պատտվեն դուրս կան, ասեն այն ինչ որ արել ենք լավ ենք արել, հələ դու տես էլ ինչ ենք բերելու ձեր գլուխներին։ Սա է, տղեկ։ Սա է։ Ուզում եք հավատացեք, ուզում եք միացեք։ Ես գիտեմ, որ ասենք սրանց նմաններին դա էական չի, հասկանում եք, սրանք էս որ պոանտերների համար սա կարևոր չի։ Ինք իր սրտիկի դիմաց իր լապը ստացա, որովհետև երևի հասկացել է, լսի, եթե հեսա չանեմ, ինքս ինձանից ոչ մի բան չեմ ներկայացնելու։ Չեմ ներկայացնում, վաղը սոված եմ մնալու։ Սա իր դատավճիռը վերջ կնքել է, պրծավ։ Բայց չէ՞ որ սրանցից բացի մարդ կա Հայաստանում։ Սես տղեկ կան։ Արտակի նման տղերք կան, այսպես տղերք կան, որը ոչ միայն բացահայտեց սրանց հանցագործությունները, կատարած մեր ազգի նկատմամբ 44 օրյա ժամանակ, այլև պարզ ասեց, արա, տղա ես, քո Չիչոլինոյի վաստակներին վերցրել մտի շնգավիթ։ Իրան տարան, բայց այս մյուս տղեն կա, չէ՞։ Ասող կա, չէ՞, իրենք պետք է բոլոր տեղերում սատենան, որովհետև եթե մեկ-երկու տեսան, սրանք դադարելու են բակերը ֆրֆռալուց, հասկանալու են, որ ուր գնում են թքում են երեսներին, որովհետև դրանից հետո էլ է նույնը, նայեք։ Տեսակ հայկինը մերժեց գնաց։ Հայկինը ի տարբերություն սրանց մերժեց գնաց, որ ասում մեր հայ կանայք ինցիալական են իրենց դրսևորումների մեջ։ Մերժեց գնաց։ Հետևից վազում է, գնա այ բոմժ, գնա վազի։ Բա դու ով ես արա, դու ով ես այ բոմժ, դու ընկել ես։ Ես որ ասում բոմժ, ես գիտեմ ինչ է նշանակում բոմժ, է որ ապրելու տեղ չունի, դրա իմաստով չէ։ Հա, սա ապրելու տեղը չունի, այն ինչ որ հիմա ապրում է, որտեղ որ ինքը ապրում է, այդ իրանը չի։ Հա, ինքը նաև այտենց է բոմժ։ Հայաստանում վարչապետը մեկին ուզենա տա հետևից վազի, որ իր ձեռից բան վերցնեն։ Հասկանում ես դու ով ես արա։ Քո ձեռից նույնիսկ մարդիկ թուղթ չեն ուզում վերցնել։ Դու էդ ես, դուք էդ եք, ու ասենք սրանց նմանները, այս սրանց նմանները, հենց իրանք էլ են նույնից։ Սա նայեն։ Կալյած ես մեր բուկլետից նվիրել։ Նայ։ Չեր շուգարի, թքած ունենա իրա վրա, հայկինը երբեք ոչ մեկի մեջքով չի կանգնում, եթե իրան խոսում են։ Եթե իհարկե ինքը խոշքային ատելություն և զզվանք չունի մեկի նկատմամբ։ Սա դա դրսևորումն է, բայց այս շաներ ես ունեցողին դա չի նեղացնում, գիտեք ինքը շարունակում է խոսալ։ Իսկ քարտեզ Հայաստանի։ Նե, չի պատասխանում, ասում չես ուզում, իսկ քարտեզ։ Չես գում որ խորքային թքած ունենա, ես որ ասում մեր հայ կանայք իրանց դերի մեջ իդեալական են։ Ես այն ասում, մնում է տղամարդիկ կարողանան համապատասխանեն իրենց օչմանը, իրենց սերի պարտականությանը, ինչ ասեմ, որտեղ տղամարդ լինելը դա բան չի, ֆիզիոլոգիա չի, դա ֆունկցիա է, դա պարտականությունների մի ամբողջ համաստեղություն է։ Բա որ ասում ենք տեր ենք, հոնես չի, որ նես գողական ենք դրաման ենք, ուժեր ենք, չէ, տերը դա պարտականությունների համաստեղություն է, և որ դուք ես տեր ես զգում ամեն ինչի։ Իսկ մեկ եսը թողել եք մեր կանանց մենակ։ Իրանք անում են իրանց գործը, իրանց կողքը տղամարդ չկա էց հիմա։ Բայց իհարկե փալասին դա ոչ իման չի ասում, նայեք։ Քարտեզ չեք ուզում, շատ լավ։ Կալյած ես նվիրել մեր բուկլետից և քարտեզ։ Լավ որ ձեզ։ Մեր բուկլետից և քարտեզից նվիրենք ձեզ, լավ որ ձեզ։ Ուսանողում են մի բան ստիպած վերցեն, մյուս ասես չեմ ուզում արա ռադ եղի։ Հասկանում ես, այսօր մի հատ ռուս բլոգեր զարմանում են, ասում է երիտասարդներին չեն ասում ասենց բան, որտե ամեն ինչ ուրախ Հայաստանում բան, այսքան միջոցառումներ կա, ասում ես երիտասարդներն չեն ասենց բան խոսում, առհամարական խոսում իրաց երկրի ղեկավարի մասին։ Դրանք տուրիստ են, իրենք չեն հասկանում, ինչ է նշանակում երկիր ապրել այդ երկրում։
Եվ ընդհանրապես այդ տաշտուշը փողոցում ինչի հաշիվին է, ումա դա հետաքրքիր ընդհանրապես։ Դե տուրիստին դա է հետաքրքիր։ Իսկ երիտասարդների վերաբերմունքը սա է, այսօր ասեմ երիտասարդներին դուք մի թերա գնահատեք, իրանք դեռ այլ տեղերում են եւ այլ ձևով են գնահատում, սա է նկատում։ Նայեք, փախնում են։ Տեսա։ Գալիս են ինչ կրա գնային կողմ։ Որ վարչապետին են սենց արել ոչ մեկին։ Լավ է ձեր։ Փախնում։ Բարև ձեզ, լավ եք։ Լսեցի՞ր, դե իմը գնա գլորի ծոցը։ Պարտեզները պարտքով են։ Գիտեիք, որ Հայաստանում նոր ասֆալտը, դպրոցներն ու մանկապարտեզները պարտքով են կառուցվում։ Հայաստանն այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլարի պետական պարտք ունի։ 2018 թվականից ի վեր, երբ պետության ղեկը անցավ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Գիտեիք, որ Այո։ Դե սրանց մասին այդ չեմ ուզում անդրադառնամ։ Թող խոսքս հասնի բոլոր նրանց, ովքեր կամուկացի մեջ են, իրենք դառնան Ռաֆո Անդո, թե չէ։ Ընտրությունը անշուշտ ձերն է, բայց այս ընտրությանը հաջորդում է նաև պատասխանատվություն։ Իմ համար օրինակ, Նիկոլ Փաշինյանին աջակցես, թե Ալիևին աջակցես, նույնն է, որտեղ իրենք նույն բանն են ուզում։ Ու երկուսն էլ մեզ սպառնում են պատերազմով, եթե հանկարծ մենք իրանց չլսենք։ Անես ես ասում թուրքի լամուկներ, ես իրականությունն եմ ասում։ Հիմա թող չակերտավոր, սա չնայած արտիստներ չեն, ես չգիտեմ ինչ ասեմ իրանց էլի, բայց ոչինչ, մարդ կարա վատ արտիստ լինի, մարդ կարա լավ արտիստ լինի, բայց առաջի ամենակարևորը որ պարտավորը լինի, դա մարդ լինելն է, ամենադժվար բանն է։ Ոչինչ ասենք, որ դուք այդքան տաղանդավոր արտիստ չեք, բայց ամենակարևորը դուք մարդ չեք փաստորեն։ Թող մնացածները, ովքեր կամուկացի մեջ են, մտածում են ընկնեն սրանց ձեռի հացը ուտեն, թե չէ, սրանց ձեռի հացը իմ համար հաց ուտողը դրանք Ալիևի վարձկաններն են, որոնց ձեռքով իմ տունն է քանդում ինքը։ Այ դա եք դուք։ Ես հիմա հայոյանք չեմ տալի բան, որովհետև աչքս պետք է ձենա, ձեր աչքերը այն ժամանակ ես ավելի ազատ կխոսամ, էլի, տղամարդու նման, էլի, հերվից ես կյանքում չեմ հայոյում ոչ մեկին։ Ես ուզում եմ հնարավորություն տամ, որ մարդը իր հնարավորությունների մեջ պատասխան տա, էլի, կամ արդարանա, կամ բացատրի, չգիտեմ։ Բայց վստահ եղեք, որ մեծ ցանկություն եմ անելու, բայց այսքանով ավարտում եմ ես։ Այդ էլ եմ ուզում լսեք, էլի, լսեք, այսօր այնքան են ուղարկել ես ինձ, անես մի բան է, մարդաս ես ինչ հատուկ բան է եղել, որ ես կարևոր է, որտեղ ես իրեն ընդհանրապես չեմ լսում։ Ես լատենտ նիկոլականներին ես չեմ լսում, մարդ պետք է սկզբունք ունենա, էլի, ես եմ ասում, ես ասկզբունք մարդկանց ոչ A, ոչ B, ոչ մի չեմ ասում, բայց որ շատ ուղարկեցին, ասում եմ, լսեմ, տեսեք, ինչ ա եղել, տեսեք, ու գրածա, բա այս ազգին պարայի խումբ են ցույց տալի ու գրածա, բա այս ազգին կարելի է հաղթել, թող չի կարելի արա, որ լավ եք պարումը չի կարելի հաղթել, ինչ հիմարություն, ինչ ապուշությունների մեջ ենք ապրում։ Երեխեն շիրազակարդում ասա, բայց ազգին կարելի է հաղթել, դեբիլո չեք արա դուք։ Ու այդ պաթոսներով ու տենց այդ պաթոսը ամեն տեղ է մեզ։ Պարայի խումբ են ցույց տալի Գիտեք ինչ է ասում տենց։ Բացասություն ունի։ Որտեւ դիտի նամաս դմ փա այդ պարը։ Ինքը դրա մեջ դա է տեսնում։ Շիրազի մեջ է պաթոս։ Ես վստահ եմ, որ իդ համաձայն մարդիկ կան, որտեւ իրանց համար էլ է Շիրազը դատարկ պաթոս, ռազմական պարերն դմ փա։ Ու որ մեկը տեսնում է դրա մեջ ուրիշ բան, այլ ոչ թե դմ կամ պաթոս, որ մտածում է այս արժեքներով ազգը, ապրող ազգը չի պարտվում ուղղակի, իր դժվարությունները կլինեն ժամանակավոր, բայց այս ամեն ինչին հավատալի ազգը չի կարող պարտվի։ Բայց սենց մտածելու համար պետք է այդ պարի մեջ դա տեսնես։
Իսկ եթե դու այդ պարի Շիրազի այդ խոսքերի մեջ հենց այդ պաթոսն ես ստենում դատարկ եւ այս դմդմդմդմը ինքը չտա ասում դա ապուշություն է։ Հիմա հասկացաք մենք ում հետ գործ ունենք։ Որովհետեւ բոլորս նայում ենք մի կետի։ Ամեն մեկը տեսնում է այն ինչ որ գիտակցության մեջ կա։ Մեկի համար սա արժեք է, մեկի համար սա պատմություն է, մեկի համար սա տեսակի կռիվ է, մյուսի համար սա պաթոս է։ Դմդմ։ Հա, իհարկե։ Եվ այս առումով չես կարող ասես որ ինքը սխալ է։ Իհարկե, դա ախմախ թռվռում եք ուրեմն հա։ Ապուշությունն է դա, նույնիսկ այդ մասին խոսալը։ Այն ով է թռվռալով պատերազմ կրել։ Դրա խաթերը գիտեին, դեռ հին հռոմեացիք, որ ասում են այն ազգը, որ ձեռի բռնած ոտը խփում գետին, դրանց չես կարող հաղթես, արա։ Որովհետև հենց ինքը ձեռը բռնեց, ձեռը խփեց գետնի ոտը, դու չես կարող իրան հաղթես։ Ինքը չի հասկանում, որ այդ տղեկը այտենց ձեռը խփեցին, ռեյստագում պարեցին։ Դա պարզ չէր, արա, դա մի ամբողջ պատմություն էր, ամբողջ ժողովրդի պատմություն էր, հասկանում ես, բայց այս մարդկանց դա հասու չի։ Իրանք սասունցիների պատը չեն կարդացել։ Իրանք չգիտեն, որ դա պարզ չի, մի ամբողջ ժողովրդի պատմությունն է, եւ այդ պարողը, այդ պատմությունն է վերապրում։ Դա իր հավատամքն է, հա։ Եթե դու չես հասկանում, դա ընդհանրապես տղճիկ տալ է։ Ես ու տեսել եմ էլի մարդիկ, որոնք դա վերաբերվում են որպես տղճիկ տալ։ Այո, տղճիկ տալով երկի չեն պարում։ Այո։ Ուղղակի տղճիկ տալ են համարում սա, նրանք, ով ազգային գիտակցությունից եւ բարոյականություն ամենակարևորը։ Զուրկ է։ Չեն հասկանում դա ինչա։ Որտեւ իրանք դամբես չկա։ Ինչ եմ ասում բարոյականությունից։ Որովհետեւ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մանավանդ այս բազմակրոն հասարակության մեջ հասկացա մի բան։ Դու կարող ես սիրես մի բան, մշակույթ չսիրես, կրոն սիրես, չսիրես, բայց դու պարտավոր ես հարգանքով վերաբերվել դրան։ Այդ բարոյականությունն դրա մեջ է։ Որտեւ դա իր համար կարևոր է։ Այ ոնց որ այս պալող երեխեքի համար է կարևոր իրանց արածը։ Ոնց որ այդ Շիրազ արտասանողի համար է կարևոր իր պահին ապրումները, հա, այդ իր համար ապրումները, իդիոտների համար պաթոս։ Հա, որովհետև ինքը ապրում չունի։ Իր համար դա դատակ պաթոս է։ Հա, դա մեմ ասում ես լատին նիկոլականների չեմ լսում։ Որովհետև ինչ է լսես, եթե իմ պարը իր համար տղճիկ տալա, իմ հոգու ճիճը իր համար պաթոսա, ես իր ինչ եմ լսեմ։ Մարդը էլի, թողոթ իր կերակուրը սպարի ապրել, այսքան բան։ Հա ոնց որ սրանք մնացածը, սրանք նույն փոշկից են լսած, հասկանում։ Նույն ռազլիվն է, ուսեն լավ խոսք է, ռազլիվ։ Իրաց ինչ ասես։ Այդ լսենք Սամվելին լավ բան ասում։ Պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Պարոն Փաշինյան, կարծես թե դուք ու ձեր ԿՊ-ն մենակ չեք, որ պնդում է, թե ձեզանից բացի բոլորը պատերազմ են բերելու։ Я призываю голосовать за Николая Валерьевича Пашиняна. Все остальные лидеры приведут вас к неминуемому краху. Իսկ ասում։ Նույն բանն են ասում։ Սա նույն բանն են ասում։ Սեպտեմբերին չի ուսանալու է։ Այո, Չամրանը նույնպես պնդում է։ Մոլերան հայաֆոբ այս ծաղրացում, որ հայտնի է մեր մշակույթի ու պատմության աղավաղմամբ ու նվաստացմամբ, բայց զարմանալի չէ, որ չար լեզուներն ասում են, որ Չամրամի ու Նիկոլի տեքստերը նույն տեղից են, այսպես ասած, մետաձիչկաներով գալիս։ Դե համ էլ մարդիկ այդքան ընդհանրություններ ունեն, օրինակ հայերի ու առանձնապես Արցախի հայերի նկատմամբ կույրատելությունը։ Այդ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ինչպես նաև մեր պատմության նվաստացումը։ Այսպիսով բոլորդ, ովքեր այսուհետև քարոզ կանեք Նիկոլի համար, իմացեք, որ դուք մենակ չեք։ Ձեզ հետ է նաև հայատյաց Չամրամը։ Ու թերևս խաղաղություն ցանկացողը պատրաստվում է պատերազմի։ Խաղաղություն բերում են քաջասիրտ բազեները, այլ ոչ թե հիմար ու վախկոտ, եթե ոչ դավաճան, ձագերին հերթով հանձնող կկուները։ Ու եթե դու ես հոգնել ձագերին հանձնող վախկոտ, եթե ոչ դավաճան կկուներից, ապա հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս։ Այժմ կարող եք հաջող։ Վերջ։ Շնորհակալություն Սամվել ջան, կեցես։
Բայց սա է լսենք, սա շատ կարևոր է, որ հասկանանք այս ամեն ինչը որտեղից է գալի, հələ դուք լսեք, լսեք, 97 թվական դեռ ինքը հիմնադիր նախագահն է։ Կատեգորիա է եւ այսօր ես ասել եմ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է եւ այսօր կրկնում եմ վաղն էլ կասեմ։ Ինչ նկատի ունեմ։ Ինչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան, որ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Օֆ։ Ես այսպես եմ հասկանում։ Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Ոչ մեկ չի ասում, ու դու չես։ Ով ասեց որ այդպես։ Ով ասեց։ Վրազ միանգամից լսել ես եմ հասկանում։ Ինչ հասկանում։ Դες հասկանում, ես դստած գնում եմ։ Ինչ հասկանում։ Եթե ազգային բանը գաղափարախոսությունը կերս կատեգորիա է։ Որտեղ ինքը տենց հասկանում, եթե ազգային գաղափարախոսություն կա, դա դիկտատուրա է։ Դες ման լսել եք դուք։ Ուրեմն այլ բան պետք է չլինի։ Այլ գաղափարախոսող պետք է չլինի։ Իսկ անհատացը լուր լսում է մանիպուլյացիան։ Որ եթե միտեղ կա ազգային գաղափարախոսություն, դու չես ասում իրեն կերս կատեգորիա է, ուրեմն մտեղ ուրիշ կարծիք չի կարա լինի։ Այ քեզի բան։ Այս մանիպուլյացիան, այս կեղծիքները, այս հակազգայնությունները, այս ատելությունը ազգայինի նկատմամբ, հա, այս այդ ազգայինի նկատմամբ այս արհամարանքն ու արկահատանք ունեցողները, հասկանում եք որտեղից են գալիս։ Հա։ Ու գրածա, բա այս ազգին կարելի է հաղթել, թող Հասկացեք, այս ամեն ինչը որտեղից է գալի, ինչքան հին արմատներ ունի։ Մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում։ Դա մեկ գաղափարախոսություն պետք է լինի անպայման։ Ազգային գաղափարախոսությունը մեկը կարող է ընդունի, մեկը կարող է չընդունի, մեկը կարող է ասես կամարանքով յոժավանի նայի դրան, մեկը կարող է դրանով ապրի, մեկի համար դա պաթոս է, մեկի համար դա կյանքի բովանդակություն է, փիլիսոփայություն է, որ այսօր Ժաննա Անդրեասյանի վրա եք զարմանում, որ ասում է ֆաշիստ է, նժդե է։ Այս տականք ուղղակի չի ռիսկ արել, որ ասի նժդե է ֆաշիստ է, կասեր, ուղղակի այս ժամանակ կողքնես նժդեհներ կային, վիզը կոլոր էին տեղում։ Բայց այս ամեն ինչ հիմքը սա է դրել։ Հետո, որ այդ օրվա նժդեհներին խփեցին, վերացրեցին, բանտարկեցին, նոր ծալեց մի հատ ինչ որ ոչնչություն եւ ասեց շարունակեց Լևոն Տեր-Պետրոսյանի միտքը, որ ազգային գաղափարախոսությունը իր ամենակարուն ներկայացիչով նժդեհով, ոչ միայն կեղծ է դնել, ֆաշիստ է։ Ու այս կեղտերը ընկած մեր հետևից 30 տարի ավել ազգ են թունավորում։ Չէին կարողանում էլի, չէին կարող մի անգամից անել, բայց ես պետք է ասեմ, արա, չեք էլ կարողանալու ավարտին հասցնել ձեր թունավոր գործը։ Չեք կարողանալու էլի։ Դուք չեք հասկացել, որ հազարավոր տարիներ չեք կարողացել էդի անել, էլի չեք կարողանալու։ Դուք են հողմերի պես կորչելու եք վայրակ, են Համոսարյանն ասում։ Կորչելու եք գրողի ծոցը ձեր ապազգային գաղափարախոսությունով, ավելի գաղափարախոսության պակասով, ձեր թույն ու թարախով դուք գնալու եք գրողի ծոցը։ Որտեղ այդ ազգային գաղափարախոսությունը դա բան չի, դա մանուշակ չի, որ ինքը նեղանա։ Այդ մանուշակը որ մի հատ կոպիտ է, հետո խոսում թառամում է։ Ազգային գաղափարախոսությունը ինքը դրանով է ազգային, որ արմատներն այնքան խորն են, որ ձեր կեղտոտ ձեռները չեն հասնում, ինչքան էլ դուք փորձեք այդ ամեն ինչը սենց պղծեք, պղտորեք, կտրեք այս կողմից, խփեք այս կողմից, չեք կարողանալու անել։ Ինքը հենց դրանով է գաղափարախոսություն, որտեղ ինքը այսքան փորձությունների մեջով է անցել։ Անցը չի կարող Լևոնի գաղափարախոսությունը ճիվաղի ձեռքով բերել մի ամբողջ ազգի պատմություն, ամեն ինչ գաղափարախոսություն, հավատամք, դեռ գաղափարախոսությունը դա հավատամք է, դա մարդու ինքնության մի մասն է, որը փոխանցում է սերնդեսերունդ, ընդ որում շատ ժամանակ առանց խոսքի օրինակների վրա։
երկերի պարերի վրա դուք ազգային գաղափարախոսություն չեք կարա վերացնել, կարա կոմիտասը ինքը ամբողջ ազգային գաղափարախոսությունն է։ Մեր եկեղեցու պատմությունը ինքը ամբողջ ազգային գաղափարախոսության մի մասն է։ Դուք ո՞նց եք այս ամեն ինչի դեմ կռիվ տալու։ Ո՞վ եք դուք։ Մեր շարականները, որոնք մեր հեթանոսական երկերի շարունակությունն է։ Դա մեր ազգային գաղափարախոսությունն է։ Մեր ազգային պարերը, որոնք ոնցից զզվում է յոժի նմանները։ Դա մեր ազգային գաղափարախոսությունն է։ Գևորգ Էմինի Սասունցիների պարը դա մեր ազգային գաղափարախոսության հիմնն է։ Դուք ո՞նց կարող եք տենց որոշենք դուք ջնջել եք ու վերջ գնաց կորավ։ Միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ եթե ժողովրդավարություն է, ապա ոչ ոքի չի կարող պարտադրել որևէ գաղափարախոսություն։ Լսեցիք կեղտը մանիպուլյացիա։ Եթե ժողովրդավարությունը, դա չի կարող լինել պարտադրված գաղափարախոսություն։ Ընդ որում ազգային գաղափարախոսությունը ոչ մեկ չէր պարտադրում։ Դա ասեմ, դա կանոնի նման մի բան է, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Բայց դա գոյություն ունենալու իրավունք ունի։ Այս տականքների ամբողջ կռիվը եղել է հենց դրա դեմ, որ դա գոյություն չունենա։ Կեղծ կատեգորիա է։ Որ կարողանան Շուշին հեշտությամբ տան, Գանձասարից հեշտությամբ հրաժարվեն։ Այո։ Կեղտոտ սիոնիստներ։ Ձեր քոքը կդրվելու է։ Չեք կարող։ Հայկը չի մեղե։ Ես մյուսին լսենք հլը։ Надолго? Это да. Российская военная база. Это надолго? Это до того, как закончится срок, на который был подписан договор, а дальше посмотрим. Почему это вас волнует? Եվրոպացին հարց է տալիս։ 102-րդ բազան երկար է մնալուց է, սմա այնքան միջև դրա ժամկետը վերջանա, իսկ դա ինչու է ձեզ հետաքրքրում։ Ալենա է, լրիվ Ալենա է, լրիվ Նիկոլ։ Ինքն էլ է զարմացել ոնց թե ինչի։ Բա դուք Եվրոսամիտ եք կազմակերպում ստե։ Ճղճղում եք, որ դուք Եվրոպա եք ուզում, ու հենց հարցում է, բայց քեզ հետաքրքրված։ Ինքը ստիպված է բացատրել, որ եթե դու բազա ունես, ու դու հավատալի ես այդ բազային եւ այդ ամեն ինչին, դու չես կարող բազա ունենաս ու մտես Եվրոմիություն։ Ինքը ստիպված դա պետք է բացատրի Հայաստանի ազգային ժողովի նախագահին։ Ուղղակի չգիտի, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահան ինքը տեսակով մարդու վրա թքող է, նշանակում է նա նույնիսկ մարդկային տեսակ չի։ Հասկանում եք։ Շոկի մեջ Եվրոպացու վիճակը նա։ Ինքը հիմա պետք է ստիպված բացատրի, որ դա հնարավոր չի, արա։ Դու չես կարող շպագատ իջնել Ռուսաստանից մինչև Հելսինկի, Բրյուսել, չկա այդպես շպագատի բան, ֆորմացիա։ Կապիկություն մի արա, ինքն ասում է, մեր համար նորմալ է կապիկությունը, ինչ ես հարցնում։ Սա բոլորը նրանց համար։ Չնայած արդեն տեսում են, որ ոգևորությունները վերացել է, մոռացել են արդեն, որ մեկ շաբաթ առաջ Եվրոպայից մարդիկ կային Հայաստանում, որտեղ հասկացան, որ դա փուչիկ էր, անպետք փուչիկ, որը տարվա մեջ երկու անգամ այսպես թե այնպես տարբեր տեղեր լինում է, ու 28-ին էլ կարող լինի Ադրբեջանը։ Ուղղակի եվրոպացիները մի հատ էին ուզում ճշտել, էլի, սրանք ով են։ Հարգելի եվրոպացիներ, սրանք վարժեցած կապիկներ են։ Այսքան բան։ Հուսով եմ, դուք արդեն հասկացաք սրանք ով են։ Էլ մեզ ձեզ չեք տանջի։ Չեք տանջի, արա դժվար է հասկանալ սրանք ով են։ 8 տարի չկարողացաք հասկանալ սրանք ով են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տրամպի վիճակը ծանր է, որովհետև սենատորը, US սենատորը, հենց նոր, ուրեմն Քուշներին, Տրամպի ընտանիքի նկատմամբ հետաքննություն հայտարարելու եւ այդպես խումբ կազմելու միջնորդություն ներկայացել, մեղադրելով սրանց պատերազմական հանցագործությունների մեջ։ Այսինքն, որ պատերազմ վարարելով նախորդ իրանք իրականացել են ֆինանսական խարդախություններ։ Այն ինչ որ
բոլորը գիտեին։ Հիմա տեսնենք այդ սենատի այդ բանը ու միլիարդների մեջ է մեղադրվում սրանք, որ այս պատերազմը հայտարարվել է նախորդ պայմանավորված լինելով ֆոնդային բորսաների հետ, մի խոսքով սա մեծ ֆինանսական մախինացիա է։ Եվ սրա վրա, փեսու վրա, եւ Թրամփի տղու վրա, եւ Թրամփի վրա, եւ Հեքսետի վրա, իր պատերազմի նախագահի, պատերազմի նախարարի, որի վրա։ Չինաստանը աշքելել է Մարկո Ռուբիոին մտնի Չինաստան։ Չինաստանը persona non grata։ Կուբացի Մարկո Ռուբիոն, որը պայքարում է էմիգրանտների դեմ, իրեն բուտկը աշքելված է մտնի Չինաստան։ Սա էլ նայեք, այսը Տեդ Լույնը, բանը, սենատորը, բանը, դիմելա, որ բան անեն, քրեական գործալուց են սրանց վրա, պրեզիդենտական ընտանիքի վրա, որ նրանց ոչ լեգալ եկամուտների հիման վրա։ Սա էլ նայենք, Այդ ապտակ Իսրայելին, որ Կանադան փաստորեն պաշտոնապես ճանաչեց Պալեստինի անկախությունը։ Ես, եթե հիշում եք, երկար ժամանակ ասում էի Իսրայելին կա փրկություն, որովհետև ընդ կա ժողովրդավարական երկիր, համակարգ, դիմություն, բան, դատա գնում ես կողմ են կողմ, կարող է հնարավոր է փրկվի Իսրայելը, բայց սա նայելուց հետո Israel's parliament voted to establish a military tribunal for hundreds of Palestinian prisoners accused of taking part in the October 7th, 2023 attack from Gaza. Բիխոսկով 93 կողմ 0 դեմով հաստորեն հոկտեմբերի 7-ը ճանաչեցին ագրեսիա եւ բոլոր ձերբակալվածներին որոշեցին տրիբունալով դատել մահապատիժ։ Բայց զուգահեռ գնում էր քննություն հոկտեմբերի 7-ը քննելու ասով, թե ոնց եղավ, որ հոկտեմբերի 7-ը դա հնարավոր էր։ Եթե այդ գործը քննվեր, պատժվեին դրա կազմակերպիչները, իսկ ես առաջին օրվանից առ այսօր վստահ եմ, որ հոկտեմբերի 7-ը կազմակերպվել է հենց Մոսադի կողմից, օգտագործելով պաղեստինցիներին։ Թողել են 6 ժամ ավիրեն, կազմակերպել են, թույլ են մտել, հույլ են տվել մտնեն իրենց տարածք, վայրություններ անեն, մի խոսքով, մի մասին հենց իրանք են գնդակահարել։ Բայց այսօր փաստորեն 0 դեմ ձայնով, 0 դեմ, որը նշանակում է, որ այս պետությունը որոշեց, վերջ, այդ դարձի ճանապարհ չկա։ Ինքը որոշեց կոծկի հանցագործությունը, ցեղասպանությունը։ Այս կոսկելով, այս հանցագործությունը ինքը արդարացնում է ցեղասպանությունը, ինքը արդեն ինչ է 5.5 տարի իրականացնում են Գազայի տարածքում։ Մնում է մի տարբերակ։ Եթե չեն ուզում իրանք ներսից փոխեն, դա երևի կփոխվի իրանական հրթիռներով։ Որտեղ այս պետությունը իրան դատապարտեց հավերժ պատերազմ։ Ոչ միայն Իրանի հետ, ամբողջ աշխարհի հետ նաև։ Որ չեմ կարծում իր ռեսուրսները բավական են ինք ամբողջ աշխարհի հետ պատերազմի։ Մենք սրա հետևանքները դեռ կտեսնենք ու կլսենք։ Դա կարող է էլի ինքնալյուստրացիա անցնել, ասել հոպ, սրանք հանցագործներն են, մենք պատժում ենք, բայց չէ։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Շատ վատ։ Սենց եթե շարունակվի, համ երկիրը կորցնենք, համ աշխատանք, բոլոր երիտասարդները թողնում գնում են, մնում են մենակ ծերերը, կլինի Հայաստանը ծերանոց եւ շատ հանգիստ սկուտերի վրա կմատուցեն Ադրբեջանին։ Այդքանը կասեմ։ Հիմիկվա ղեկավարության անունը պետք չի տալ։ Թող իրանց մեղքը նախնիների վրա չգցեն, նախնիների ժամանակով շատ էլ լավ էինք, ինչա հիմի։ Ինչա հիմի։ Օրենքներն են փոխել, խեղդում են չեն թողնում, որ գործատուներ աշխատեն։ Անենց հարկեր են դրել, որ հնարավոր չի։ Իմ մի փոքր բիզնեսը նախնիների ժամանակով ծաղկեց, արտադրամաս սարքեցի, առայիսքի մի անկում եմ գնում։
65 տարեկան կինեմ, ոնց որ թոշակի հույսին եմ, ամբողջ բիզնեսը արդեն վարյա գնում։ Հա, իշխանությունը պետք է փոխվի, ուրիշ ոչ մի բան։ Իշխանությունը պետքա փոխվի։ Վերջ։ Որտեւ հիմիկվա իշխանությունը մենակ իրանց գրպանի մասին է մտածում։ Սա անցած տարի էր բացարձակ։ Այս հատկերը բաները որ մտցեցի միջին փոքր բիզնեսերի վրա, սա ինքնասպանություն էր։ Ու ինչի ասեցի ինքնասպանությունը, որովհետև պատմության մեջ տենց է։ Բոլոր երկրները, որոնք տնտեսական ճգնաժամի պատճառով, որի պատճառը հիմնական կոռուպցիան է, դա շտկելու փոխարեն ավելացնում են հարկերը, այդ պետությունները, կառավարությունները գնում են ինքնաոչնչացման ճանապարհով։ Վերջ, աքսիոմա է, դոգմա, դա այնպես ոչ մի բան չի կարող լինի։ Խնդրեմ, 1 տարի էր պետք դրան ընդհանուր։ Բա 1 տարի ներիքա էլի։ Մարդուն զրկես իր լրացուցիչ եկամուտներից, ինքը եթե եկամուտ չունի, ներդրումներ չի կարողանում, եթե ներդրում չի կարողանում անի, մաշված դետալներ, հաստոցներ չի կարա փոխի, նոր արտադրություն չի կարա անի, ցանկացած բիզնեսի մեջ չեղավ եկամուտ, որը գնում է ներդրում, ինքը մեռնող բիզնես է։ Այս շախշում է։ Տեսել եք դեպքերը։ Ես որովհետեւ վատ բան եմ ասել, չեմ ուզում, ոչ մի բան չեմ ասում։ Ինչու է Փաշինյանը այստեղ է, չեք ուզում մոտենաք մի բան ասեք։ Ես որովհետեւ վատ բան եմ ասել, չեմ ուզում, ոչ մի բան չեմ ասում։ Ինչու եք դժգոհ։ Ամեն ինչից։ Ինչից։ Հայաստանը ծախել է, ինչ։ Ասում են նախկիններն են ծախել։ Նախկինները ծախել են, իսկականից, դες բան կայանի։ Այս որտեղ ապացուցա։ Ասում նախկինները ոչ մեկին չի լինում բան վախեցնել։ Էլ չի աշխատում այդ մեխանիզմը։ Էլ չի աշխատում, 21 թվականին էր աշխատում։ Նախնիները ծախել են։ Ասում են Նախնիները հաղթել են Թուրքին, բայց ինքը պարտվել է։ Մեկ ասում է Արցախը Հայաստանն է, մեկ էլ ասում է Ադրբեջանն է։ Ինչ է, այդ ղեկավար կանի տենց։ Ეხասկավ։ Անիշ պարտում։ Դասենք։ Ամեն ինչ հնարավոր է։ Քանի Նիկոլ Փաշինյանը նստած է, ամեն ինչ հնարավոր։ Մենք Հայաստանն ենք կորցնելու, ամեն ինչ կորցնելու ենք։ Եղա։ Քանի այդ ոչխարը դե նստած է, ամեն ինչ հնարավոր է։ Վերջ։ Բաս, կարճ կոնկրետ։ Սուեդի սուտ բաներ է, ոչ մեկ չի կարող ասի դες բան, թող սուտ պարաշներ չանեն, որ չնդրվեն պատերազմ կլինի, ընդրվակ ինչ արեք որ հիմա չնդրվեն։ Աշխատում։ Վերջում ուզում լսեմ մեր ընկերոջը։ Ուզում եմ, բայց իմ պապս Սարի Համիշից է։ Շատ բան է եղել էլի։ Հիմա մենք այդ ամեն ինչը կորցնենք, Ալիևը մեր մեջքին կայնացել, լավ է, բախներս բերել է, Պարսկաստանի վիճակը լավ է։ Այ դուխով երկիր է, հավատքը ամեն ինչ անում է, հավատքը։ Դու եթե կաթողիկոսի, չգիտես ինչ արայից ինչ ախմախություն։ Ուզում եմ, բայց Ես ուզում եմ խնդրեմ, ընդհանրապես այս կարճ վիդեոները սարքելուց, այս երաժշտությունները մի դրեք էլի տակ։ Նախ տեքստն է կողմ։ Երկրորդը շատ ժամանակ YouTube-ը արգելա փակում է։ Հիմա ես չգիտեմ, այս տեքստը կլսեք, թե չէ։ Դեռ երաժշտության պատճառով կարող արգելա փակի YouTube-ը։ Էլ չեմ ասում, որ ոչ տեքստի հետ կապ ունի երաժշտությունը, ոչ էլ տեքստն է լսվում։ Եթե հնարավոր է, ոչ խուսափեք այդ երաժշտությունները դրանից։ Մի խոսք, չգիտեմ ով ասել որ դա լավ բան է, բայց դա հաստատ լավ բան է։ Ես մեր հաղթանակին հավատում եմ։ Իրոք հավատում։ Ես ուզում եմ, որ այսօր իմ այս հանդիմանող խոսքերը գնա հասնի արական սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Թող իմ հետ համաձայն չլինեն։ Թող վիճարկեն, թող ասեն չէ աղբեր ջան, sense հոբո ռապոլիները մեզ ձեռնտու է աղբեր ջան, ինչ եք ուզում արա։ Ճիշտ է սա արա։ Ճիշտ է սա, թող ասեն։ Թող քնելուց առաջ իրանք որոշեն, որ ճիշտը սա է։ Ու բայց գնան իրանք երեխեքին, կանանց, քույրերին, ծնողներին ասեն դրա մասին, էլի։
անկեղծ ասեն, տեսեք, ես էստան զավակ, տղամարդ, հայ որպես, ես գցեցի բռնեցի, որ ավելավա այսօր բոլբսնած կոշիկի բուտկես պահեմ ինձ որպես եկամուտ, քան ձեզ բոլորին հսկեմ ապագա կոտորածից, ու դեմ չեք, ինքը թող պարս գնա ասի ավելավա ես իրականացնեմ Ալիևի ցանկությունները Հայաստանում, հանկարծ հարկային ընկա մի հատ ակտ կդի վրես։ Էլ պարտադիր չի որ դա լինի, ընդհանրապես քեզ պետք է մարդավարի պահես, էլի։ Մարդավարի, ստահամարդավարի ապրես էլի։ Այդ Վարդան Մամիկոնյանն էր ասում, չէ՞, մահ իմացյալ անմահությունը։ Բայց մենք ոչ մեկից մահ չենք ուզում, մենք իմացություն ենք ուզում, իմացյալ ապրելակերպ ենք ակնկալում։ Այդ Վարդան Մամիկոնյանի ժամանակ էր կենացու մահի կռիվ, այդ ժամանակ էր մահ իմացյալ անմահություն։ Եթե հիմա մենք իմացյալ չապրենք, այն ժամանակ գալու է հենց այդ պահը։ Ստիպված ենք լինելու այդ հենց։ Դա իրականացնել կամ մահ կամ ազատություն։ Բայց քանի դրան չենք հասել, տարբերակ կա, ընդհանրապես իմացյալ ապրել, ուրիշ ոչ մի բան ձեզանից չի պահանջվում։ Ապացուցեք, տղեկ ջան, որ այսքան տարիներ ձեզ չեք խաբել, ձեզ շրջապատին չեք խաբել, որ դուք տղամարդ եք։ Տղամարդը դա ընդհանրապես բիոլոգիական ֆունկցիա չի։ Չէ, տղամարդը դա մի ամբողջ պատասխանատվությունների համաստեղություն է։ Ընդ որում այդ համաստեղությունների մեջ դու ոչ մի բան չես կարող անես։ Դու չես կարող ասես, այսքան մասով տղամարդ եմ, այնքան մասով գերմաֆրադիտ։ Չի լինում։ Դա կարա Նիկոլ Փաշինյանն անի։ Գաբադել իրեն ասում եք Նիկոլ Փաշինյան կամ Ալեն Սիմոնյան, հա։ Իրանք կարան անեն։ Խոսքը տղամարդկանց մասին է։ Խոսքը։ Ես դեմ չեմ, որ սա գնա հասնի բոլորին, թող ինձանից էլ նեղանան։ Բայց թող մտածեն։ Ավել բան չեմ ուզում։ Այսօր բան այսքան է։ Լավ մնացեք։